Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ հարգելի հետևորդներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք գտնել, բացահայտել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին, բայց այսօր բացի լավագույն բժշկի ներկայացումը մենք ունենք հրաշալի շնորհավորելու առիթ լոռեցիներին, որովհետեւ Լոռու մարզում իր դռներն է բացել եւ իր գործունեությունն է սկսել կարդիովիտա բժշկական կենտրոնը, որը մասնագիտացված է սրտեր բուժելու համար։ Սա բառի իրական իմաստով ֆանտաստիկ է, այստեղ կան սարքավորումներ, որոնք որևէ մարզային բժշկական կենտրոնում երբևէ չեք կարող գտնել, հագեցած է, հրաշալի է եւ եթե ունեք սրտի որևէ խնդիր, ապա մենք հիմա կհուշենք, թե որտեղ պետք է այցելել, որպեսզի կարողանալ բուժել լիարժեք սիրտը եւ ամենակարևորը ճիշտ ախտորոշել, որովհետեւ լավագույն բուժում ստանալու համար առաջնային է ճիշտ ախտորոշումը։ Եվ այսպես ես սիրով ներկայացնեմ մեր 100 լավագույն բժիշկներից մեկին, Ազնիվ Գևորգյան, սրտաբան, կարդիովիտա սրտաբանական կենտրոնի հիմնադիր, նա ավելի քան 10 տարի աշխատում է որպես բժիշկ եւ իր աշխատանքային գործունեության ընթացքում սպասարկել է շուրջ 40,000 բուժառուի։ Սա իհարկե ֆանտաստիկ է, բժշկուհի դուք աշխատում եք միառժամանակ 3 բժշկական կենտրոններում, ձեր բժշկական կենտրոնը նոր եւ բացի դա Աստղիկ բժշկական կենտրոն եւ Վանաձորի բժշկական կենտրոն, իդեպ Վանաձորի բժշկական կենտրոնն է ձեզ առաջադրել որպես լավագույն բժշկուհի։ Նախ 100 լավագույնների շարքում լինելը ինչ է ձեզ համար։ Շնորհակալություն Սարգիս, 100 լավագույնների մեջ լինելը առաջին հերթին պարտավորեցնող է, պարտավորեցնող է շարունակել այն բարի գործը, որով որ մտել եմ բժշկության մեջ։ Շատ լավ, եւ համատեղելը 3 բժշկական կենտրոն, արդյոք դժվար չէ եւ լինել սիրված բժշկուհի մի կողմից էլ եւ ունենալ մեծ պահանջարկ, ինչպես եք հաջողացնում, չեք քնում գիշերները արդյոք։ Չեմ քնում հերթապահության օրերին իհարկե, դժվար կլիներ, եթե չսիրեի այն գործը, ինչը որ անում եմ, ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, ինչը ինձ օգնում է այդ ծանր, այսպես ասած, գործը կատարել ոչ այնքան դժվարությամբ, ինչպես որ ավելի շատ կողքից է թվում։ Հասկացա։ Ես ուզում եմ նախ անդրադառնանք կարդիովիտային, սա մենք երբ որ այսպես նախնական մտանք, մեր տղաներն էլ ասում են, որ ինչքան հոգի է դրված այս ամենի մեջ, բայց սա իսկապես ֆանտաստիկ է, Լոռու մարզում առաջին անգամ մասնագիտացված սրտաբանական կենտրոն։ Ինչ է սա, ինչ խնդիրներ եք լուծելու եւ ես վստահ եմ, որ այս կենտրոնի հիմքում հենց ձեր մասնագիտական կարողություններն են։ Մենք շատ հաճախ ենք ասում, որ այսպես կան լավ սարքավորումներ, բայց դրան պետք է նաև լավ բժիշկ եւ դուք եք այս դերում, ինչ խնդիրներ ենք լուծելու այս կլինիկայով։ Կարդիովիտա սրտաբանական կենտրոնի միտքը ծնվեց 21 թվականին, երբ աշխատելու զուգահեռ նկատեցինք ինչքան բաց կա սրտաբանական ոլորտում եւ այդ բացը լրացնելու համար միայն պետական կառույցների դերը բավականին քիչ է եւ պետք է ինչ-որ ձևով այն մասնագիտական բացը, որը որ լինում է, մենք ինքներս փորձենք լրացնել, կենտրոնի նպատակը մատուցել ժամանակակից ինչու՞ չէ երևանյան լուրջ կենտրոններին համահունչ գնացող մասնագիտական ծառայություններ եւ ամենամեծ նպատակներից մեկը այն է, որ մարզում ստեղծել մանկական սրտաբանական ծառայություն, որը ցավոք սրտի շատ մեծ բաց է այս պահին մեր սրտաբանական պրոֆիլով։ Շատ լավ, եւ մենք նախնական զրույցում իմացանք, որ այստեղ կա սարքավորում, որը մարզային որևէ բժշկական կենտրոնում չկա, Երևանում իհարկե կա, բայց մեր առողջապահության ըստ էության նպատակն է հասանելիությունը եւ շատ լավ է, որ օրինակ Սպիտակից, Ալավերդուց, Ստեփանավանից, Տաշիրից կկարողանան այստեղ գալ եւ ստիպված չեն լինի մեկնել Երևան, այդ սարքավորումների հագեցվածության մասին ինչ կարող ենք ասել։ Սարքավորումը, որի մասին զրուցեցինք ընթացքում, դա Philips ֆիրմայի ուլտրաձայնային հետազոտության սարքն է, որը ի սկզբանե որ նշեցի, նպատակը զարգացած կենտրոն ունենալն է եւ այդ զարգացած կենտրոնը միայն մասնագետով չի լինում, պետք է այնպիսի սարք ունենալ, որով օրինակ Երևանից եկած մասնագետը, նեղ մասնագետը կարողանա ախտորոշել այնպես, ինչպես իրենց կլինիկաներում։ Նպատակը այդ սարքի ձեռքբերմանը այդ էր, որպեսզի մեր ախտորոշումը լինի հստակ եւ ոչինչով չտարբերի երևանյան կլինիկաներում ունեցած սարքերից եւ ախտորոշումներից։
Այսինքն ես կարող եմ լիարժեք ասել, որ այստեղ ապացուցողական բժշկության հիմքերը կան եւ ամենակարևորը, եթե որևէ խնդիր մարդը ունի սրտի հետ, ախտորոշումների եւ բուժման հետ, այստեղ բոլոր խնդիրների պատասխանները կարելի է գտնել։ Այո, միանշանակ կարող ենք ասել ոչ ինվազիվ սրտաբանության հետ կապված գրեթե բոլոր հարցերի պատասխանը կարելի է գտնել։ Շատ լավ, ես ուզում եմ նաև խոսենք այն առանցքային խնդիրների մասին, որոնք տարածված են, մենք գիտենք, որ ֆանտաստիկ մեծ թվերի է հասնում ինֆարկտները եւ այլն, այսինքն սրտի խնդիրներ, որոնք վերջին փուլերին են հասնում, եւ սա պատճառ է առաջին հերթին ժամանակին չհետազոտվելու եւ բուժում չիրականացնելու։ Որոնք պիտի լինեն այն ազդակները, որ մարդուն պիտի արդեն հուշի, որ պետք է գնալ սրտաբանի մոտ։ Սրտաբանի մոտ գնալու ազդակ պետք է լինի գանգատը առաջի հերթին հրատապ դիմելու, դա կրծքավանդակում ցավ, անհանգստություն, սրտի անկանոն աշխատանքի զգացում կամ ճնշման շատ բարձր թվերի չափելն է, որը թիվ 1 ազդանշանը պետք է լինի դիմել սրտաբանի, բայց շատ կարևոր է այսօր ամբողջ աշխարհը գնում է դրան, որ դիմեն ոչ միայն գանգատի պարագայում, այև կանխարգելիչ նկատառումներով, որպիսի հետագան բարդություններից ձեռք մնանք այս ձեր ասած ինֆարկտին չհասնենք, հնարավոր լինի ժամանակին ախտորոշել եւ բուժումը ավելի ճիշտ տանել։ Շատ լավ, հաշվի առնելով, որ մենք լավագույն բժիշկների հետ ենք խոսում եւ մեզ առանձնահատուկ են հետեւում բժշկի նաեւ բժիշկ ընտրելու իմաստով, դրա համար մի քիչ ձեզ շատ կծանրաբեռնեմ այս հարցերով, կա ինչ-որ տարիքային շեմ, որը ինքնին ցուցիչ է, որպեսզի սիրտը մեկ անգամ գոնե ստուգել, հասկանալ ինչ իրավիճակում է։ Տարիքային շեմը կախված է նաև նրանից, թե մենք ինչ ռիսկի գործոններ ունենք, օրինակ, եթե ունենք ժառանգականությամբ հետ կապված բարդացումներ, այսինքն ծանրաբեռնված ժառանգական գործոնները շատ են, պացիենտները ծխում են եւ այլն, եթե ավելի վաղ տարիքից, օրինակ տղամարդկանց համար 35 տարեկան, իսկ կանանց համար պոստմենոպաուզա շրջանում։ Իսկ եթե որպես այդպիսին ռիսկի գործոններ չկան, կարծում եմ 40-ից հետո բոլորին անհրաժեշտություն կա գոնե դինամիկ, եթե որևէ խնդիր չկա, մեկ անգամ ըստ արդեն ցուցումի մասնագետը կուղղորդի ինչքան ժամանակային ինտերվալով պետք է հետազոտվել։ Շատ լավ, իսկ սրտի առողջությունը պահպանելու առանցքային խորհուրդները որոնք են, գոնե 3 խորհուրդ փորձենք առանձնացնել, որպեսզի ունենանք առողջ պինդ սիրտ։ Սրտի առողջությունը պահպանելու թիվ 1 առաջնահերթ ինձ թվում է բոլորի կողմից խորհուրդը հետևյալն է առողջ ապրելակերպի պահպանումը։ Դա կլինի թե ծխելու սովորությունների վերացումը, թե առօրյա ֆիզիկական ակտիվության պահպանման ճանապարհով, երկրորդը առողջ սնունդը, որը շատ կարևոր է եւ շատ մեծ ազդեցություն է ունենում մեր սիրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման մեջ եւ երրորդը թերևս երևի թե կանխարգելիչ նկատառումներով հետազոտվելը։ Շատ լավ։ Եվ բժշկուի նախանձելի աշխատասիրություն ունեք, մենք դա արդեն նկատեցինք հաշվի առնելով փաստը, որ 3 բժշկական կենտրոնում եք աշխատում, բայց ես գիտեմ, որ նաև մեծ ուշադրություն եք դարձնում վերապատրաստումներին, առհասարակ ժամանակի շունչը Հայաստան եւ այս դեպքում մասնավորապես Լոռու մարզ բերելու իմաստով, ինչպես եք հաջողացնում համատեղել միառժամանակ շարունակաբար կրթվել եւ միառժամանակ լինել ակտիվ գործունեության մեջ բժիշկ։ Ասում են, որ բժիշկը դադարում է բժիշկ լինել, երբ դադարում է սովորել, համաձայն եք այս մտքի հետ։ Համակարծիք եմ հենց այդ մտքի հետ, այդ պատճառով նախ ինչու եմ անում, որովհետև ես այդ հարցին սկզբանե պատասխանեցի, սերը մասնագիտության նկատմամբ չի կարա լինի պարզատվեց առօրյա աշխատանք, որովհետև առօրյա աշխատանքի այդ ռուտինայի մեջ, որ ընկնում ենք, հետագայում լիքը բազմաթիվ, նորագույն ախտորոշման մեթոդներից, բուժման նոր մեթոդներից հետ ենք ընկնում։ Դրա համար պետքա վերապատրաստվել, պետքա սովորել, պետքա կրթվել, որ ճիշտ բուժել, որովհետև մարդիկ ամենակարևորն են մեզ վստահում իրենց առողջությունը։ Եվ ես մեր հեռուստադիտողի համար եւս մեկ անգամ տեղեկացնեմ, որ Լոռու մարզում Վանաձոր քաղաքում այսօրվանից հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր հունիսի 25-ն է եւ այսօրվանից իր դռներն է բացել կարդիովիտա սրտաբանական կենտրոնը։ Ես ուզում եմ մի քիչ գրաֆիկի մասին խոսենք եւ ես վստահ եմ շատ հեռուստադիտողներ ցանկանալու են հենց լավագույն բժշկուհու մոտ այսպես այց գրանցել, ինչ գրաֆիկով է աշխատելու բժշկական կենտրոնը եւ եթե դուք այստեղ չեք, արդյոք կենտրոնը լիարժեք հասանելիություն կունենա հասարակությանը։ Այո,
կենտրոնը լիարժեք հասանելիություն ունենալու է հասարակությանը, որտեղ բացի ինձնից այստեղ աշխատելու են, ես նշեցի, մանկական սրտաբան եւ այլ սրտաբան, որի մասին շուտով ինֆորմացիա կլինի։ Կենտրոնը աշխատելու առավոտյան 8-ից երեկոյան 8-ը աշխատանքային օրերին եւ 10-ից 6-ը ոչ աշխատանքային օրերին։ Շատ լավ, եւ ամբողջ գործունեության մեջ մի հետաքրքիր պատմություն եք փորձում բոլոր բժիշկներից կորզել, պատմել, ինչ ունեք պատմելու, ինչն է ձեզ տպավորել հասարակության հետ եւ բուժառուների հետ հատկապես շփումներից, որ երբեք չեք մոռանա։ Տպավորիչ դեպք պատմեմ կապված Վանաձորի բժշկական կենտրոնում, ինչպես գիտեք, ինվազիվ ծառայություն հիմնադրվելուց ի վեր բազմաթիվ կյանքեր են փրկվել, կապված են ձեր ասած սրտամկանի սուր ինֆարկտի հետ, եւ ամենատպավորիչը 28 տարեկան երիտասարդ տղայի կյանքի փրկելն էր, որի մոտ ախտորոշվել էր առաջին պատի տարածուն էստելևացիա սուր ինֆարկտ եւ սրտի կանգ, եւ տպավորիչը ինչքանով, որքանով ծառայության բացակայության պարագայում այդ ամենը հնարավոր չէր լինելու ի կատար ածել։ Հասկացա։ Շատ լավ, եւ մի հարց էլ արդեն երբ որ մենք օրինակ պայմանական եկել ենք այստեղ, այս կենտրոնում հետազոտվել ենք եւ վերջնական պայմանական բանը հասել է, որ պիտի որոշում կայացվի վիրահատության եւ այլն, ուզում եմ հասկանալ ձեր կենտրոնը ուր է ուղղորդում արդեն վիրահատական միջամտությունները եւ այլն, մենք ունենք համագործակցության հորիզոններ, որտեղ շատ կարեւոր է նաեւ թե ում հետ ենք համագործակցում։ Ներկապային համագործակցության հորիզոն որպես այդպեսին, եթե դիտարկենք, ես Վանաձորի բժշկական կենտրոնում, ինչպես նշեցիք, աշխատում եմ ու բնականաբար այն ծառայությունները, որոնք կատարվում են մեր մարզում, մնալու են մեր մարզում։ Իսկ ինչը որ մեր մարզում չի լինելու անոր մարզ բժշկական կենտրոնում կամ Աստղիկ բժշկական կենտրոնում։ Պատեցի, որ առանձնահատուկ մոտեցում կա հատկապես փոքրիկներին եւ հատուկ ընտրված բժիշկ, ով մշտապես այստեղ այսպես հասանելի է լինելու, առհասարակ ինչով է պայմանավորված փոքրիկների սրտի առողջությանը այսքան նրբորեն մոտենալու ձեր դիրքորոշումը։ Ես կենտրոնը ներկայացնելուց առաջ պատմեցի, որ նպատակը այս կենտրոնի մարզում առկա բացերը լրացնելն է եւ ունենալ սրտաբանական մանկական սրտաբանի ծառայություն ոչ թե տարին մեկ անգամ, չգիտեմ, ամիսը մեկ անգամ այցելով, այլ կանոնակարգված, որպեսզի այդ մանկական պացիենտների հոսքն էլ ճիշտ կարգավորվի եւ մեր մարզայի բնակչության մանկական հատվածը, այսինքն մանուկները չդիմեն Երևան եւ այդ հերթերի մեջ չմնան, որովհետեւ մանկական սրտաբաններ իրական Հայաստանի Հանրապետությունում քիչ են քանակությամբ եւ իրեն մեկ-երկու կենտրոն է, նման ծառայություն մատուցում այս պահի դրությամբ եւ մարզում այդ բացը կար։ Դրա համար որոշվեց այնպես շեշտադրությամբ սրտաբանական կենտրոն, որը փորձելու է փակել այն բացը, ինչը որ մենք մարզում ունենք։ Շատ լավ, հրաշալի եւ սա առանձնահատուկ իսկապես լորեցիներին շնորհավորելու առիթ է, լորեցիները իսկապես կարծեք թե բախտավոր են եւ որպես ամփոփում ձեզ շնորհավորում ենք բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ, մենք այս նախագծով առհասարակ ուզում ենք բոլոր բժիշկներին ասել շնորհակալություն, Հայաստանում 10,000-ից ավելի մարդ առողջապահության ոլորտին նվիրյալ է, բայց մենք անշուշտ չենք կարող ընտրել բոլորին, բայց մեր լավագույն բժիշկների դեմքով կարող ենք ասել շնորհակալություն բժիշկ ջան, մեր այսպես հատուկ խոսքը եւ ուզում ենք լսել նաեւ ձեր մաղթանքը, ձեր շնորհավորանքը ուղղված բժիշկներին առողջապահության ոլորտի մարդկանց։ Շնորհավորում եմ բոլորին այս իրականում ֆանտաստիկ մտքի համար, ծրագրի համար, բժիշկը արժանի է նմանատիպ մոտեցման, որովհետև այն ահռելի աշխատանքը, որ մենք իրականում կատարում ենք մեկ մարդու կյանքի փրկման եւ կյանքի որակը լավացնելու համար, կարծում եմ արժանի ամենալավագույն ներկայացմանը հանրության առաջ։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեզ զրույցի համար, սա մեր առաջին հանդիպումն էր եւ ծանոթություն հեռուստադիտողի եւ մեր լսարանի հետ, մեր երկրորդ հանդիպումը վստահ շատ ավելի հետաքրքիր է լինելու, որովհետեւ ամփոփիչ միջոցառում ենք նախաձեռնում, ձեզ մաղթում ենք քաջ առողջություն եւ իհարկե այս կենտրոնին, որը իսկապես մենք այստեղ զգում ենք այդ էներգիան, առիթ կունենանք կրկին կարծում եմ խոսելու, անհավանական մի կենտրոն է, որտեղ սիրտը նախ եւ առաջ հանգստանում է, իսկ բուժվելու առումով կարծում եմ դուք ամեն բան կանեք
ենք այդ ուղղությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել Հայաստանի լավագույն բժիշկներին եւ ամենակարևորը ձևավորել այն մշակույթը, որ պետք է բժիշկներին, մանկավարժներին մշտապես ասել շնորհակալություն, որովհետեւ նրանք այն բացառիկ մարդիկ են, ովքեր բարի իրական իմաստով իրենց կյանքը նվիրում են հանրային կրթությանը, առողջապահությանը, իսկ եթե մենք կրթված ենք եւ առողջ, ուրեմն լիարժեք ենք։ Մնացեք մեզ հետ, մենք դեռ հանդիպելու ենք։